Մեր խնդիրը դիքսկա ժամանակ եւ շատ ռեակցիայի մասնակցի չհասկացա, որ ոստիկանության խնդիրը հասարակական կարգ ապահովել։ Մենք հասարակական կարգ ենք ապահովում։ Ուրախ եք տանմարական որոշման համար, որպես հայկական հանրապետության քաղաքացի։ Ես ուրախ եմ, որ այսպեսի մենք քաղաքացիներ ունենք եւ նաեւ ուրախ եմ, որ մենք ունենք այնպիսի իշխանություն, կառավարություն եւ Երևան քաղաքին վայել քաղաքապետ, որ ողջամիտ որոշում կայացնի։ Մենք միշտ կանգնած ենք քաղաքացու կողքին։ Այո, իհարկե։ Միշտ կանգնած ենք քաղաքացու կողքին։ Միայն թե քաղաքացին հետևի օրենքներին, ուրեմն բերման ենթարկելը դա օրինաչափ կատեգորիա է ոստիկանությունը, որը կարգավորում է գործող օրենք, ոստիկանության ծառայության մասին օրենք։ Ինչ եք դուք այդ բերման ենթարկելու, այդ բերման բառից ոմանք ինչ-որ ցավագին են տանում այդ բերման բառը լսելու։ Պարոն մի հարց է տամ եւ վերջ։ Հիմա դուք ավելի շատ ուրախ եք, որ որոշումը կասեցվեց, թե ավելի շատ ուրախ եք, որ լարված օրեր չեք գնել կապված ակտիվիստներին։ Ուրեմն եթե ձեզ թվում է ոստիկանության եթե ձեզ թվում է ոստիկանության գործառույթը պայմանավորված է միայն այսպես ակցիա սպասարկելու չարաչած կա։ Մենք ճիշտ է հասարակական ավելի շատ կարևոր հանգամանք է հասարակական կարգ ապահովել, բայց նաև մենք էլ կարևոր խնդիրներ ունենք պայքար անցագործության դեմ եւ այլ մենք ունենք մեր բարոյական մեր գործառույթները դրանց մենք միշտ աշխատանք ունենք մենք գիշեր ցերեկ ոստիկան ենք գիշեր ցերեկ ունենք մեր աշխատանք Անոսիկան երևի թե այս հարցին պատասխանեք, բայց ամեն դեպքում ինչպես է գնահատում այս արդյունքը, որը այս պահին ունեն նորմալ նաև ես մի փոքր առաջ ասեցի, սա մեր կառավարության եւ մեր քաղաքացիների այստեղ իրենց նման ունեն ինչ-որ չափով ակտիվիստները Գիտեք որ ես ոստիկան եմ ես ձեզ ես հասարակական կարգ Չէ, նկատի ունեմ այս ամենը, այս շարժումը նպաստել Իհարկե ողջունելի է, բայց դեռ երիտասարդները աշխատելու տեղ ունեն, ավելի կրթվելու, ավելի օրենք չիմանալը չի ազատում պատասխանատվությունից, ավելի շատ լավտերի, որ գործորեն ուսումնասիրեն մանրադիպ ակցիաներ, անելու, կազմակերպելու, շատ բաներ եղել է, որ եղել է օրինական, դեպքում ոստիկանությունը փորձել է դրսևորի մարդասիրական մոտեցում եւ զսպվածություն է դրսևորում Այս ակցիան ինչ-որ չափով կարող է նաև ձեր, ասենք, ձեզավորների պատմից օգտվելու եւ այլն։ Ընդունում եք, որ ինչ-որ հետո նաև ձեր է Դե գիտեք ինչ, այնպես չի, որ բոլոր 150 դրամ վճարում, մենք ասում ենք 150 դրամ ինչքան հիմա ձեզ մի հարցն է ցույց տվեք մի մարդու, որ ուրախանա թանկացման հետ կապված, անկապ ամեն ինչ, դա կլինի տրանսպորտային միջոցի հետ կապված կլինի, եթե առհասարակ ցանկացած ոլորտում թանկացումը բերում է դժգոհություն։ Ցույց տվեք մի երկիր, որտեղ ողջունում է բոլորը ծափահարում ու դիմավորում է թանկացումը։ Ամեն դեպքում փաստորեն որ դուք ողջունում եք այս որոշման կայացումը եւ ակտիվիստների այս կայքը փաստորեն ողջունում եք։ Դե գիտեք ինչ է, ամեն դեպքում հայ ժողովուրդ Պարոն միջև ջիգարով չասեցիք ողջունում եմ, միանում եմ Չէ, ողջունում եմ քաղաքացիների հաղթանակը, որ ես էլ եմ մի քաղաքացի Դուք եք պայքարել Ուրեմն ես ձեզ ասեմ, ոստիկանությունը կանգնած է ձեր կողքին, քաղաքացու կողքին Մեր խնդիրը հասարակական կարգն է, թույլ տվեք հարգելի լրագրողներ, հարգելի թույլ տվեք ես գնահատական շտանդարտ